հայտումներ։ Ուրեմն նրանցից շատերը, նույն Իվանովը, որը հուշեր ունի, չէ՞, անտիկ կյանքի վերջում ոչ միայն, այսօր կյանքի վերջում չէ, այսօր կենթանի է Իվանովը, ակադեմիա հաղորդաշարով նա ելույթ ունեցավ եւ խոսում էր հնագույն լեզուների մասին։ Իհարկե շատ վիրավորական էր եւ շատ միտումնավոր, նա ոչ մի բառ չասեց, ոչ ուրարտերենի, ոչ հախետերենի եւ այս մեր հայկական բարձրավանդակում եղած քաղաքակրթությունների լեզուների կապի եւ հայկական մշակույթի հետ իսպար Ուսպես ասած լռություն քայլ լռություն եւ ամեն ինչ անում էր որ Հայաստան բառը չգործածվի եւ գործը չէ հաշվում առնվում է նա հազոր գիտնական է նա ագունքում է նստած եւ ոչ ինչպես հաշվի չի առնում շատ լավ էլ հաշվի են առնում նրանք օգտագործում են Մալայա Ազիա կամ Անատոլիա բառը հունարեն բառ է նշանակում է արևելք Արևելյան Անատոլիա եզրը անտրամաբանականը եւ հիմարություն եւ անընդհատ եւ քաղաքական գործիչները եւ գիտնականները անընդհատ նույն բանն են կրկնում այսինքն որպեսզի հայ անունը Արմենիա անունը չհոլովի նրանք իսպար բացառում են վրացիները հայերին անվանում են Սոմխետ ուրեմն օսերը ալանները հայերին անվանում են Շոմեր Մեր ինքնանվանման մեջ մեր հարևանները թե ինչպես են մեզ կոչում գա բանալի Եվ ինչու մենք միջև այսօր մենք չենք կարողացել հատուկ, այսինքն ընդհանուր եզրակացության գալ, որովհետև դա մեր թերացումն է, ուշ ենք արթնացել։ Ձեր նշած օրինակների մեջ եւ Շումերը կար եւ Խեթական պետությունը կար եւ ել չենք ասում, որ ուրիշները մեզ Արմենիա են կոչում եւ այլն եւ այլն։ Ուզում եմ ասել, որ այո, քաղաքականությունը գիտությունը վաղուց քաղաքականացված է եւ ոչ մեկի հոգսը չի մտածել մեզ մշակութային ուրեմն հարստությունը վերագրել մեզ։ Նույն ուրարտական նույն Կարմիր բլուրի ամբողջ ուրեմն հարստությունը բանը Էրմիտաժում է, բայց այնտեղ ոչ մեկը չի գրված որ դա հայկական հարստություն է կամ Հայաստանից է տարված։ Ուրարտուն օտարում են հայերից այսօր։ Նույնը Բերլինի թանգարանում, նույնը Էրմիտաժում։ Ինչքան էլ որ մենք այսպես ասած երևույթով հիանում ենք որ գիտեք ուրարտական մեր արծիվները թևավոր կամ առուսները ցուցադրվում են Բերլինում կամ Էրմիտաժում այնտեղ հայկականություն չկա նրանք օտարել են մեզնից Եվ առասարակ ոչ այնտեղ չի գրվում հիմնական Անատոլիան է օգտագործում եւ շատ հաճախ էլ գրվում է ներկայիս Թուրքիայով եւ վերջացնում Ուրեմն ես պետք է մեջ բերեմ ուրեմն մեկին որը դարասկզբի մարտաբան էր որին բոլորն են հաղումներ անում Ֆելիքս ֆոն Լուշան գերմանացի ուրեմն որոշ այդ որոնք որ թուրքականի կողմնակից են, այսօր ամեն ինչ թուրքականի են վերագրում, ինչի մասն է խոսքը։ Թուրքական դասագրքերում պատմության 9-րդ դարի դասագրքերում գրված է հայերը դրանք հնագույն թուրքերն են։ Հիմա գնացեք պայքարեք, պատկերացրեք, որ 30 միլիոն աշակերտ դրանով է կրթություն առնում։ Որպես եզրափակիչ միտք բարբերություն, երբ պիտի մեր պետությունը, մեր երկիրը, մեր ժողովուրդը, նույն մեր ակադեմիան ընկալի իր իրական անելիքը այս ասպարեզում։ Երբ որ ակադեմիան հեղաշրջվի եւ այս ծերակույտը գնա վաստակած հանգստի, եւ երբ որ ուրեմն թույլ տան Օրիգինալ եւ հիմնական ուրեմն այսպես ասած գիտնականներին ովքեր որ կամավոր ստանձնել են այդ ծանր բեռը եւ երբ որ ուրեմն այնքան հպարտություն եւ արժանապատվություն ունենան որ ֆինանսավորեն գիտությունը որովհետեւ այսօր գիտությանը ուրեմն հավաքարարին ավելի բարձր են վարձատրում քան գիտնականին եւ ամոթ է այն կառավարությանը որը սեփական մատով իր աչքն է հանում շատ ամոթ է այսպես մենք չենք կարող ուրեմն ոչ մեկի այդ կողոպուտի դեմն առնել որովհետեւ թուրքերը կողոպտում են վրացին կողոպտում է բոլորը մեզ կողոպտում են ու մենք անզոր ենք որևէ բան անելու 100 էջանոց գիրք չես կարող հրատարակել Անհարմար է դա, վերջապես։ Նազելի մեր ժամանակը շատ սուղ է, բայց այնուամենայնիվ մի հարց ես կուզեի անպայման։ Տեսեք, ասում ենք 8500 տարեկան հայոց լեզու, հասկանալի է, որ դա այն հայերենը չի, որով մենք այսօր խոսում ենք, որտեղ լեզուն ունի իր զարգացման փուլերը եւ այլն։ Այնուամենայնիվ, ինչ նմանություններ կան վաղնջական լեզվի, գոնե արմատների, բառարմատի իմաստով։ Պետք է ունենանք Այո, անշուշտ կան։ Հիասքանչ նյութ կա։ Ուրեմն եւ պարոն Վարուժ Ներսիսյանը այդ իրանահայ գիտնականը Հարայեղ մի ուրեմն արձանագրություն էր կարդացել 500 էջանոց գիրք ունի շուտով մինչև հունիս երևի կտպագրվի բարով խերով ուրեմն իմ ուսումնասիրությունը ինձ թվում է այստեղ կտպագրեն իմ ուսումնասիրություններն մինչև այսինքն ապրիլի վերջ մինչև հուսամ մինչև հունիս պատրաստ կլինի եւ երբ որ ամբողջ նյութը պատրաստ կլինի մենք կհանդիպենք որովհետեւ մենք ունենք իսկապես հզոր բացահայտումներ այսինքն մենք կարող ենք ծանոթանալ եւ
բանալ, որ դա մերն է։ Հիմա փաստորեն ամբողջ այդ բանը խետական եգիպտական արձանագրությունների մեջ պահպանվում է օրինակ։ Ես ձեզ ասեմ պարզորոշ, որպեսզի դուք հասկանաք ինչ հզոր գործի հետ բանի հետ մենք գործ ունենք, նյութի հետ մենք գործ ունենք։ Պատկերացրեք մհերը Սասունցի ուրեմն Սասնածռերի մեր մհերի նամակագրությունը Իսմիղ Խատունի հետ պահպանվել է Իսմիղ Խատունի, այսպես ասած, ճակերտավոր նամակները մհերին, որտեղ նա բառացիորեն առաջարկում է մհերին, ասում է ինչպես մեր էպոսում է գրված։ Եկ ասում է ես էպոսում գրված է ես իմ գոտի լաչակը կուղարկեմ ձեզ, ուրեմն երբ դու գաս, ասում է ես ամուսինս մահացավ, Մսրամելիք մահացավ, ես անժարանք մնացի։ Ուրեմն դու կլինես իմ ամուսինը, մեզանից ծնված երեխան կլինի Եգիպտոսի ուրեմն թագավորը։ Նույն բառացի նամակագրությունը հիմա հետական արձանագրությունների մեջ է։ Մեր բանահյուսությունը պահպանել է այդ արձանագրությունները եւ ոչ միայն իմ ձեռքի տակ կան նաև այլ փաստեր, բանահյուսական եւ ուրեմն նյութական, այսպես ասած, արժեքներ, բան հուշարձաններ, որոնք որ գալիս են ապացուցելու Սրա մասին երբ են խոսելու մեր Հունիսին մեր էպոսի հիմքը գալիս է մեր թվարկությունից առաջ, ուրեմն 2500 տարեկան չէ մեր էպոսը բնականաբար, չէ, դա թյուրիմացություն է հարգելիներս, թյուրիմացություն է եւ պետք է ասել, որ այո, գիտությունը զարգանում է, չէր քարացած մնա։ Այո, մենք խոնարհվում ենք այն մարդկանց առաջ, ովքեր որ բացահայտեցին, զարգացրեցին, լեզվաբաններ, գիտնականներ, հնագետներ, ովքեր զբաղվում են, բայց չէ որ գիտությունը զարգանում է ամեն օր։ Եվ պետք չի այսպես այսպես ասած, ականներով, սվիններով վերաբերվել նաև այն մարդկանց, ովքեր որ ակամա, այսինքն կամավոր հանձնեն առել ուրեմն բացահայտումները կամ այդ ծանր գործը։ Օրինակները երբ կկարողանանք ներկայացնել, օրինակները խնդրեմ, կարող եք մայիսի վերջին։ Մայիսի վերջին, հունիսի սկիզբ, առավելագույնը պայմանավորվում ենք մեր հյուրը կլինի եւս մեկ անգամ։ Իսկ այսօրվա զրույցի հիմնական հետևությունն այն էր, որ հայերենը 8500 տարեկան է հայոց լեզուն եւ այն հնդեվրոպական լեզուների համար ծառայում է որպես մայր լեզու, այսինքն հիմքն բոլոր հնդեվրոպական ու նաև որ առաջին հերթին մենք ենք կորցրել այն ինչ որ ունեցել ենք, հասկանալի է նշեցինք 1000 տարի առաջ գիտեին որ առնվազն քրիստոնեությունից առաջ 6500 տարեկան է եղել, ինչ որ կատարվեց իհարկե պետականությունը կորցնելուց հետո կատարվեց, այն ինչ որ կատարվեց, չասենք համաշխարհային դավադրություն, համենայն դեպս հայ ժողովրդի դեմ սկսված պայքարը, ասենք, իր արդյունքին հասել է, հիմա եկել է հակադարձելու ժամանակը եւ սա պետք է լինի ճիշտ, պետք է լինի գիտականորեն եւ իսկապես ինչպես սկզբում մեր հյուրը ասաց, հին ընդունված գաղափարները պետք է կոտրվեն ու փշրվեն։ Շնորհակալություն, մեր հյուրը հայագետ բանասիրական գիտությունների թեկնածու դոցենտ Նազելի Մարգարյանն էր, կարճատև ընդմիջումից կհանդիպենք ու թերևս արդեն հրաժեշտ տանք մեր հեռուստադիտողներին։